մասի բաժանել։ Մենք հիմա ինչի մեջ ենք, կարճ ամփոփ կարող եք սրա մասին խոսել, երկիրը ուր է գնում, այս ազգագործանները ուր են տանում երկիրը։ Ակնհայտ հիմա Թուրքիայի և Ադրբեջանի հրահանգով վերջի հարձակում է հայոց պետականության վերջի սյուների վրա հայ առաքելական եկեղեցու վեհապարի, շատ կոնկրետ և թիրախավորված, և նաև ինչ է տիրում թատերական աշխարհում և մասնավորապես դատական գործընթացը կապված Գոյ թատրոնի հետ, ինչ փուլում է։ Դուք ձեր հայեցողությամբ որ կետից ուզում եք սկսել։ Գոյ թատրոնը շատ մասնավոր դեպք է այս ամեն ինչի շրջանակում։ Ես նկատի ունեք այս բաները, բամբասանքը այս ամենի զենքն է, այս 18 թվից հասկանալի էր, արդեն այդ ամեն ինչից հետո հասկանալի էր, թե որ ճանապարհով ենք գնալու, ինչ ճանապարհով ենք գնալու ենք դեպի այնտեղ, որտեղ որ տեսեք օրինակ ամերիկան ես համարում անհայրենիք մարդկանց երկիր էլի, որտեղ այնտեղ հավաքված են բոլորը։ Հիմա այդ էտալոնով կառավարելի այդպես ոստիկանություն տեսնելիս դողացող թե ճիշտ է սխալ է, ամեն դեպքում մենք գնում ենք դեպի այդտեղ, մեզ տանում են դեպի այդտեղ եւ հետաքրքիր է ճշմարտություն են պահանջում մարդիկ, որոնց ամբողջ կյանքում մի գրամ ճշմարտություն չի եղել։ Եվ սա ոչ թե անձի վրա է, սուտը իրանց կերպարն է, էլի։ Եվ հետաքրքիր է, որ սա ոչ թե անձի վրա է հարձակում, այլ հենց կառույցի վրա, որը որ նոր բան չի, այն ժամանակ դեռ հիշում եք ինչ էր անունը, մի հատ կար մորուքով որ մետրոյում քնում էր, դա հոգևորական եք տեսել դպրոցում, հարձակվել է թե ինչ ես անում, ինչ երևի մտե դպրոց, կհիշեք երևի, կարկառուններից, այս կարկառուն, ահա, մշակույթի այդ բանի նախարար եղավ, լգբտ ինչ էր, ԳԳՄՍ-ի նախարար եղավ, հետո չգիտեմ հիմա ուր է, կարծեմ խորհրդական է թե ինչ է։ Ոնց։ Չէ, նա հիմա մատենադարան է պղծում։ Արայք Հարությունյանի, որ հիմա խորհրդական է։ Դդում էին ասում, չէ՞ կարծեմ։ Այո, կարծեմ։ Այդտեղից սկսել էր։ Այդտեղից սկսեց, հետո այդ բանը երևի թե այդ կեղտաջրերը նրանց մի քիչ հանդարտացրեցին, հասկացան որ այդ բանը իրանց ատում։ Իսկ առիթները շատ պարզ է։ Ասվել է Շվեյցարիայում այն, ինչ որ դրա հակառակը խոստացվել է Էրդողանին եւ Ալիևին եւ սենց աղմուկ դե գիտեք ոնց է կամպրամատով աշխատել է իրանց պապաների բանն է եւ ես չեմ կարծում որ սա իրանց ուղղի բայց սա անձի դեմ չի սա կառույցի դեմ է ես ուղղակի հիմա գուցե թեմայի հետ կապ չունենա բայց տեսեք ինչ են անում Ուկրաինայում նախ հանեցին երկու նույն ժողովուրդ եկեղեցին փոխեցին բանը ուղղափառությունը հանեցին բերեցին այդ Թոմասը Ամերիկայից այդ ծրագիրն է մենք այդ գիտեք Քրիստոսը որ եկավ ինքը եկավ արդեն այդ չարի աշխարհը չարի պղծած աշխարհը եւ ցույց տվեց թե ոնց է պետք անցնել այդ աշխարհը հավատով մնալով հավատավոր մնալով հավատին հավատարիմ մնալով հիմա նույն բանը ուժեղանում է այն ժամկետներն է որտեղ պիտի որ գա իրանց թագավորը նստի աշխարհի գլուխ եւ թագավորը 2.5 տարի սրանք թվում են թե հեքիաթներ են ես չգիտեմ աստված տա նստած են եւ այդ ժամկետը շուտ վերջանա ուղղակի եւ գտնում են ճիճուներ որոնց իրանց ծառայում են իրենց բաներին ծառայում են հələ տեսեք մակարդակը ընդհանուր բաների երկիր ներկայացնող մարդկանց Մակրոն եւ այլն Տրուդո շատ տխուր է հասկանում եք այն մարդ բաներից ֆունդամենտալ մարդկանցից երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ բայց այդուհանդերձ այդ մարդիկ աշխարհ են կերտե աշխարհի կերպ են կերտե եւ կերտել են հաշվի առնելով պատիվ խիղճ այդ բաները այդուհանդերձ հաշվի առնվում են իսկ հիմա բացարձակ ստի դարաշրջանը իրանց դարաշրջանն է իրանք այլ վարկյան չունեն ապրելու
որտեվ սուտը իրանց հենց ինչ ասեմ, իրանց օդն է։ Ամբողջ աշխարհով տեսեք ոնց է։ Չէ, այս կարծիքն է եւ վերջ, այս կարծիքը գոյություն չունի։ Իտալացին 1000 անգամ այդ օրինակը վերել եմ։ Դուք եկեք այս Պաղեստինի բանի համար։ Իտալացի ոստիկանը ծեծում էր իտալացուն, որպեսզի նա Իսրայելի համար Իսրայելի կողմը անցնի, հա, լրիվ 30,000 երեխա է կոտրել։ Դե չեմ կարող ասեմ, Անժելա ջան, ես այնքան եմ խուսափում այդ ամեն ինչից, որովհետև երբ որ մտնում ես մարդկային այլանդակության մեջ, դա իմ տրամաբանության ոլորտը չի։ Այլանդակությունը իմ նախասիրած ժանրը չի, էլի, ես դա չեմ սիրում։ Պատերազմից ավելի մեծ ապուշություն գոյություն չունի, բայց ինչպես հասկանում եք, դա միջի փողի համար է։ Փողը ընդունված է որպես աստվածություն, այդ շրջանակներում փողի խաթրը ամեն ինչ լոգիստիկա, այսինչ ապրանքները անցնեն, շուտ անցնեն, այնտեղ չբան չանեն ու հիմարություն։ Գալով մեր թեմային, ասում եմ, եթե Աստված մեզ հետ է, ինչ տարբերություն թողով է մեր դեմ։ Ասենց մի հատ ինձ հուսադրող շատ ճիշտ ճշմարտություն կա, որը որ ինձ ոնց որ սնուցի եւ վստահ եմ, որ ամեն ինչ ունի իր վերջը, պարոնեք, ամեն բան չի լինում անվերջանալի բաներ, այնց անհավանական բաներ եք հենց դուք տեսել, հենց այնց օրինակներ եք հենց դուք տեսել, այնց հրաշքներով է դա տեղի ունենում, անհավանական, ոնց կարող է տենց բան պատահել, բանից պարզվում է պատահեց։ Ես գիտեք ինչ, նույնիսկ չեմ եղել ձեզ մոտ վաղուց, որովհետև վաղուց համարում եմ, որ խոսելու բան չկա, ես ում եմ հիմա համոզում։ Եթե էլի ինչ-որ օրինակներ են պետք, Արցախի հանձնումից հետո, Արցախի դատարկվելուց հետո, վերացնելուց հետո, ես ամեն ստորություն եմ սպասում, ամեն ստորություն, մարդիկ 120,000 հոգի մարդ քշվեց իրանց հողից։ Դե թուրքավարի։ Գիտեք, շատ հաճախ ինձ բանը, ես իրանք հիմա այդ Ալիևն էլ, Էրդողանն էլ, իրանք իրանց ազգի դիմաց անում են այն ինչ որ պարտավոր անել թուրք ազգի դիմաց, տենց որ վերցնենք, իրանք ճիշտ են անում։ Վատը այնա որ մեր մեջ թուրք կա ու լիքը։ Այդ է սարսափելի։ Ու այդ կոդեքսին ծառայող մարդիկ էլի։ Հիմա դրա համար եմ ասում, ես համոզելու ոչինչ էլ չկա։ Այդ չկա, եթե ինչ-որ մարդ չի տեսնում, ուրեմն կույր է կամ չգիտեմ, կամ փող ստանում չտեսնելու համար։ Տենց էլ կան, չէ՞, լիքը, փողով խոսացողներ, փող ստանալու։ Ինչ ասեն, ոնց որակեն, որակելու բան չկա։ Խոսալու վաղուց արդեն շատ վաղ, արդեն ժամանակը անցել է, պահը անցել է։ Հիմա չգիտեմ։ Ես ամեն ինչ կլինի, ամեն սրբություն կլինի, Այբուբենն էլ կդառնա թիրախ, մյուսն էլ կդառնա թիրախ, ամեն ինչ, ամեն հայկականը կդառնա թիրախ, այդպես է վճարված, որ դա դառնա, Հայաստանը պետք չի, ստեղ պիտի դառնա ուրիշ բան են հորին է իրանք, Տրամպը չէր ասում, բանը, ինչ ասեց, ասում, հա, մենք իրանց ուրիշ տեղ կտանք ապրելու պաղեստինցիներին, այդտեղ կլինի ինչ որ եսի միջ, Ռիվիերա բան, այ քեզ բան, հալալա, ես չգիտեմ էլի, դա ինչ ուղեղի բան է, դա ինչ մտածողություն է, ուզում եմ ասեմ, որ այդ է, հիմա տեսեք, 4 տարի ինչ-որ մի հատ բիձա, կիսակուն մեռած էր անհասկանալի էր, ասում էր, որ 80 հատ սեր կա, ոչ թե այլասերություն, այլ սեր, եկավ այս մարդը, ու 4 տարի աշխարհը ապրեց այդ ճշմարտությամբ, եկավ այս մարդը ասեց, չէ, 2 հատ կա, հիմա ապրում են այդ ճշմարտությամբ, ախր դուք հասկանում եք, որ այս սենց է հիմա աշխարհը, այստեղ ենք եկել, եւ շատ ճիշտ է այն ձևակերպումը, որ մեր պայքարը լինելու է չարի դեմ պայքար, չարի, որտեվ այս ամենը չարի
ձակերն են։ Այդ իր այդ միկրոբներն են մեր դեպքում, այդ ուղղակի ամեոբաներն են, էլի։ Իսկ աշխարհում ընդհանրապես սա է։ Ես ասում եմ, ես նայում եմ միայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, որտեղ այնտեղ աշխարհը լուծվում է, որտեղ շատ հավանական է, որ հասնի ատոմայինին, իսկ դա ցավոք սրտի վերջը կլինի, բայց էլի վերևն Աստված կա, ու եթե Աստված մեզ հետ է, ով է մեր ինչ տարբերություն թե ով է մեր դեմ։ Ես զինվոր եմ, կարծում եմ լույսի բանակի, այդ կողմի։ Ինձ այս ամենը թշնամություն է ինձ համար եւ թշնամիներ են ինձ համար։ Ես սա վաղուց եմ ասել։ Ես պատրաստ եմ ցանկացած պահի զինվորագրվելու, այսպես ասեմ։ Եվ որ այս մարդիկ եկել էին բառը ճիշտ կտակ, լույսի զինվորը, այն որ այս պիղծ մարդիկ, մարդկանց այդ պիղծ ուժերը բերել են հենց այդ լույսի դեմ, իրա մեջ ամեն ինչ ամփոփվելով, հա, հայկականություն, մշակույթ, ընտանիք, հավատ եւ այլն, դա մեզ համար ինձ համար շատ շուտ է բանց էր հայտնի եւ շատերի համար այդ վերջին տարիներն արդեն պարզ դարձավ թե ինչ է։ Դա երևի դուք էլ շատ շուտ հասկացաք եւ դրա համար էլ հենց այդ ուղու վրա է, դրա համար էլ թիրախավորեցին ձեր թատրոնը եւ թատրոնը որոշեցին փակել։ Ինչ են մտածում ձեր գոլեգաները, իրենց արդարացումը ո՞րն է։ Ի վերջո մարդը իր ներսում իր ստորության, վախկոտության, ապիկալության, ամեն ինչի բանը գիտի իր ներսում ինչ կա։ Հիմա իրենց արդարացումը ինչն է։ Այդ 70,000-ն է, թե այդ փողի բանն է, չէ՞, ի վերջո մի թատրոն, իրենց ինչքան է ցույց տվեցին Սունդուկյանականները, որ անմաստ են այս ամեն ինչին, այնուամենայնիվ, այսպես թե այնպես, Սունդուկյանի թատրոնը մասնակից դարձավ, որ մեկ այլ մշակութային օջախ փակվի։ Ճիշտ է, իրենք ասում էին մենք այն չունենք։ Իրենք այդպես, այն մյուսները իրենց լռությամբ մասնակից եղան, այն մյուսները կգոմասը նախարարի հետ իրենց բարեկամությամբ մասնակիցներ եղան, մյուսները Նիկոլի հետ նստելով մասնակից եղան։ Տեսեք, եթե սպորտսմենը վաճառվում է, ինչ պիտի արվեստագետը չվաճառվի, ենթադրենք sense ձևակերպեմ դες։ Ինձ համար առհասարակ վաղը մյուս օր դեռ կյանքը արժևում է։ Իրար պիտի կարողանանք նայել, իրար աչքին նայել, երևի թե ապագան ցույց կտա։ Ես լիահույս եմ, որ այդ ապագան գալու է շատ շուտ։ Եվ գիտեք, այդ ժամանակ ես կպատասխանեմ իրանք ինչ էին մտածում եւ ինչ էին ասում, որովհետեւ ուղղակի չզանգելը էլեմենտար հեռախոսով հետաքրքրվելը դա արդեն վերաբերմունք է։ Էլ պետք չի ինչ որ բնականաբար։ Բայց էլ եմ ասում էլի ես իրենց նկատմամբ այդպես չեմ լինելու, եթե իրենք լինեն ճիշտ, եթե իրենք լինեն թիրախ, եթե իրենք դառնան չէ, որևէ դեպքում ես նույնով չեմ պատասխանի, բայց այս սրա համար իրանք պետք է ինձ պատասխանեն եւ պատասխանեն շատ լուրջ հարցերի։ Հիմա մեթոդները չբացատրեմ, բայց թատրոնի համար էլի եմ ասում, այնքան փոքր բան է դա ինձ թվում հիմա թատրոնի թեման այս ամեն ինչի մեջ։ Իսկապես բոլորից խանգարում էր Արցախը։ Ես ուղղակի չեմ կարող հասկանամ էլի ու հետո դրանից հետո այդ երջանիկ եք դուք հիմա։ Կամ հիմա այս դեպքը եկեղեցու դեմ ուղղված իսկապես պետք չի մեր հավատը։ Եկեղեցու դեմ ուղղված, ես կրկնում եմ, սա անձի դեմ չի ուղղված։ Այդ անձը իրանով մարմնավորում է այդ եկեղեցին։ Այդքանով մեկը մյուսի հետ կապ ունի։ Նորմալ է ամեն ինչ։ Այ ոնց որ դուք եք ասում, ես էլ եմ ասում, ինձ համար հետաքրքիր։ Այդ եմ ասում, այ լռությունը նորմալ է, ինչն է, որն է, ճիշտ է ամեն ինչ, ճիշտ ենք ապրում, ճիշտ տեղ են գնում։ Դուք վստահ եք, որ ապագա ունեք, հավատացել եք դրան։ Դե հավատացեք։ Ինչ ասեմ, բայց ուղղակի էլ եմ ասում, ամեն ինչ վերջանում է։ Ամեն բան վերջանում է, չկա անվերջանալի բան։ Ոնց որ սկսում է, տենց էլ վերջանում է։ Այդ վաղճանից վախեցեք, որտեղ այդտեղ հարցեր են ծագելու։ Եվ ես ներողություն իհարկե, այս բառից համար ես հակված չեմ ներելու կամ որևէ պատճառաբանություն լսելու։ Մեր զանում պատժի բացակայությունն է, որ բերել է այսօրվա մեզ, որտեղ մենք
չենք պատժե։ Իսկ մենք հավանաբար ասիական այդուհանդերձ բան ունենք, տրամաբանություն ունենք եւ մեր ձեռնա պետք կտրել, ոտնա պետք կտրել եւ փողոցում տենց մանգան, որ ասեն, այ տես, դու էլ անես, սենց կլինի քեզ հետ։ Այդ պատիժը տարօրինակ կերպով տեղի չի ունենում, էլի։ Չգիտես ինչի։ Չէ, կունենա, կլինի, առհասարակ այդ մեծ պատիժը կլինի, մեզ, այ հիմա մեզ պետքա սենց բան ես արել, անպայման պատժվում ես, որպեսզի մյուսը չանի։ Վերջը թե Անդրանիկը, թե Նժդեհը, այդպես են պահե այդ բանը, որ դավաճան ես, ուրեմն համեցիր ստեղ, ով ունես հարազատ, եկեք, ժողովուրդ, եկեք, սենց չի լինի, որտեղ մենք գաղափարի համար ենք, մենք տուն տեղ թողել ենք գաղափարի համար ու քո առանցքի համար, քո բանի համար, տեսակի համար, մեր կյանքը դրել ենք այս սարերում, ձորերում ու վաղը հայտնի չի ինչ կլինի։ Իսկ դու գնում ես դավաճանում ես, փողով առնվում ես։ Այդ առնվածներին պիտի լավ կերսնեն փող էլի։ Մամոնայա, ինքը հենց չարիքից է։ Դա, то есть դու արդեն ընդունում ես, բանդ փոխում ես, աստվածայնությունդ դավաճանում ես, այդ քո սկզբունքին ես դավաճանում եւ արդեն քո համար ոչ մի նշանակություն չունի։ Փող, իսկ փողը վարակիչ բան է, սարսափելի վարակիչ է։ Ես այդ դա մոտավորապես ուսումնասիրում եմ։ Չկա բավարարվել այդտեղ։ Ուղղակի բավարարվել չկա առանց բան անելու, որ դա չես, այն մակեդոնացին ասեց, չեմ տանում հետս ոչինչ։ Բայց դա չի լինում։ Մի խոսքով, մենք այդ ճանապարհի վրա ենք, ես չգիտեմ, վաղուց արդեն 3 առաջորդներ պետք անել, վերջացնել ես ամեն ինչ, բայց ուղղակի այդ ամեն ինչը միայնակ չի, եզակի չի, հայաստանյան չի։ Հայաստանը շատ զզվելի է ստորա եւ հոմանիշներ չընտրեմ։ Հասկանում եք, այն որ սերում էին արքաներին, դրա մեջ տրամաբանություն կար այդ հանդերձ էլի։ Սերում էին, հա, այդ բաներն անում, նրանց խնամում էին, այդ իրանց ճյուղը պահպանում էին, որովհետեւ դա այդ հակումները ունեցող բաներ։ Իսկ այդ սոված ծառավի հեծանիվ չունեցողի ծամոն չծամածի բանը էսա լինելու տրամաբանությունը նա ավել չի կարա թռնի իր ուղեղից ու էսա լինելու էս ներողություն ռուսերեն բառացիորեն մերզեստնա լինելու էլի մի խոսքով թատրոնը ներողություն իհարկե էս բարդակի մեջ թատրոնի մասին խոսալու համար թատրոնը ամսի 6-ին լինելու է դատավորի վճիռը կայացվելու է ակնհայտ բաներ 35 հոգի մարդ նստած աշխատանքից զրկված, որովհետև ոչ ոք չգնաց Սունդուկյան թատրոն աշխատելու այս բանի նախարար ոչ ոք չէ գիտեք ինչ է դա նորմալ էր դա նորմալ էր դա նորմալ էր, այդպես պիտի լինես, դու չպիտի սովորացնի ամեն մարդ ոնց ապրես, ինչ կարդաս, ինչ բան անես, դու կեցություն պիտի ունենաս, կեցված պիտի ունենաս, սկզբունք պիտի ունենաս, առանցք պիտի ունենաս, այդ թատրոնը ներքևն էր մեռանք բացատրելով, եթե որևէ մեկը ուզենար ընդեղ աշխատել, ինքը վաղուց ընդեղ կաշխատեր արդեն, այդ թատրոնի հետ ես ներկայացում եմ արել շատ լիքը ընկերներ եմ ձեռք բերել, հետո պարզվեց, որ այդ ընկերները շատ քիչ մարդ մնաց այդ ընկերությունից, բայց սրտանց իրար բառեր ենք ասել, գրքեր ենք, բանը կար։ Հիմա 35 հոգի նստած ենք, գործազուրկ, այդ շտատերը ինչ արեցին, իրանց պարգևավաճառը գնաց, թե ինչ արել։ Ու այդ բանի, ինչ է դրան, նախարարության յուրիստը, մեծ լկտիություն։ Ես առաջարկում եմ կասեցնել գործը, որովհետև հիմք չունեն այս մարդիկ գործը տալու։ Մեր տունը քանդել եք, ավիրել եք, մենք իրավունք չունենք, հասկանում եք, այնպես բան որ ես դուրս եկա դահլիճից, հնարավոր չէ լսել ու պնդում է։ Այս լկտիությունը սրանց կանյոկն է, էլի ռուսերեն ասած, հաղթաթուղթն է, լկտի սուտ, всё։ Ну բախտաբար դատավոր այդ բաների մերժեց այդ միջամտությունը։ Հիմա 6-ին պիտի բան անի, հաճելի
կինա երիտասարդ, շատ հաճելի, հա, Լիլիթ Սադոյան, հաճելի տենց բան է, հիմա չգիտեմ, ընդ որում մենք հիմա բանը գործը կադաստրի թատրոնի պետական ռեգիստրի թատրոնի չեղարկման վերացումն է, այսինքն որպեսզի ապօրինի ճանաչվի, որտեղ կատարվել է այն ժամանակ, երբ որ գործը գտնվում էր դատարանում, երբ որ ոչ մի գործողություն իրավունք չկա որոշումը իրագործելու հետ բան անել։ Այդ ժամանակ կատարվել է, հետո այդ ժամանակ հետո մի ամիս հետո մտան դուռը փակեցին ներսից, քանդել են դահլիճը ու այդ մարդիկ թատրոնում են աշխատում, իրանք թատրոն են քանդում։ Այսօրվա, հա, լրիվ ես մի անգամ ասի լրիվ Ղարաբաղի Արցախի ներողություն, լրիվ Արցախի բանն է, բլոկադարի դուռը փակեցին, չեն թողում, ասում են գնանք, տենանք ինչ եք ուզում մեզնից, ասում են չէ, գնանք այն դահլիճը, այս դահլիճը չենք բարձրանա։ Այ քեզ բան։ Մերոնք որ մտան ներս, հիմա ինչ որ նորից բան արա, թե ինչ եք մտել ներս։ Այսինքն միջավայրը աբսուրդ, չգիտեմ։ Բայց էլ եմ ասում, պարոնեք, ամեն ինչի վերջը լինելու է եւ չգիտեմ, այնքան հանգիստ եմ որ այս տարվա համար, որ այս փորձանքը այս ձմեռը փախ կտա այս երկրից, էլի։ Կիլիկիայի բարերով ասած։ Ամսի 6-ին լինելու է վճռը կբանկանանք, բայց դե իհարկե սա չասեմ տենց բան բարձրագույն բառեր չասեմ, բայց ես հասնելու եմ միջև վերջի ատյանը, որն էլ լինի Հայաստանից դուրս, բայց պատժելու եմ։ Այդ պատիժը որ ասում էի, պիտի լինի որ մյուս անգամ տես չարություն չանեք։ Բայց տեսեք, հիմա մենք սպասում ենք ամսի 6-ին դատարանի վճռին, դա ես չեմ կարող վճռի, հետո երկրորդ process է գուցե իրանք բողոքարկեք, դուք բողոքարկեք, բայց այդ ընթացքում իրենց վերջնական կհաջողվի հնարավորինս քանդել, հիմա դուք ասում եք, որ թատրոնը հիմնարար քանդել, բայց լավ է որ դուք կարողանում եք որ կոլեկտիվը պահել, բայց տեսեք, դուք մեր նախնական զրույցում խոսում եք, ասեցիք, որ օրինակ Ստանիսլավ Տոմա թատրոնի հետ կապված եւ ոչ միայն մեկ այլ թատրոնի հետ կապված որոշում եք ասել տնօրենի հետ կապված նույն Սունդուկյանի հետ որ պիտի վերականգնվի բան որոշումը կա բայց դա տեղի չի ունենում այսինքն մենք այսպիսի աբսուրդ իրականության մեջ ենք ապրում մի յուրիստ ուներ Սունդուկյան թատրոնը որին ազատել էին աշխատանքից սա դիմել էր հասել էր Եվրոդատարան Եվրոդատարանը պահանջել էր որ իրան վերականգնեն աշխատանքի մեջ իրան իր կոմպենսացիան վճարեն հաղթել էր գործը հիմա կոմպենսացիան կարծեն վճարել են, բայց չեն վերականգնվել։ Հետո Եվրոդատարանը ասեց, որ այս ժամկետում պիտի անեք։ Հիմա չգիտեմ ինչ վիճակում է գործը, բայց հասկանում եք, բան է էլի, ինչ ոչ մի կանոնի ենթարկվել չկա։ Ամեն ինչ կարող է լինի, բայց մի մտածեք, որ երբ որ դուք մեռնեք, ձեզ թաղելու են հենց Սունդուկյանի բակում ու ստուդիայի աղջիկները գալու են առավոտները դեր վրա լացեն ու այն մտածեք մեռնելու մասին։ Դուք շատ լուրջ մտածեք դրա մասին։ Այս աշխարհը հավերժ չի։ Հեռանալ կա։ Թատրոնի աղանդավորները նախնաթող մտածեն, ինչ որ sense տաղանդները շատ շատ։ Դե դա տենց են քանդում։ Ես եղել եմ աղանդների կենտրոնում, այդ օվկիանոսից այն կողմ, եւ հայերին եմ տեսել, որոնք այնտեղ այն 90-ականների մոդայիկ էր որ ասում էին աղանդավորը ինչ ճնշում են ու ուղարկում էին կենտրոնում հենց բուն մայրաքաղաքում կոչվում է Սակրամենտո ու դուք տեսնեիք ինչ վիճակում էին մեր հայրենակիցները ոնց էին մխկտում որովհետև այդ թվում է թե ամերիկան ազատ երկիր է անենց կոնսերվատիվ եւ անենց փակ երկիր է որ անենց բաներ է կատարվում այնպես որ մի խոսքով այսպես իսկ ել եմ ասում ամեն ստորության ամեն ինչ որ ձեր մտքով նույնիսկ չի անցնի սպասեք լինելու է եթե չկասեցվի կանեն մեզ հետ այն ինչ որ մենք թույլ կտանք ինչ որ մենք թույլ չենք տա ուրեմն չենք կարող անեն բայց պիտի թույլ չտանք վերջ այսքան բան շնորհակալություն մեր հյուրներ Գոյ թատրոնի եւ արվեստական ղեկավար Արթուր Սայդը շնորհակալություն դե շնորհակալություն